Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ ես երեկվա եթերը կշարունակեմ եւ հատկապես այսօրվա հաղորդումը առաջարկում եմ սկսենք մի մեկնաբանությամբ, որը որ YouTube-յան մեր էջում աչքովս ընկավ ու նմանատիպ մեկնաբանությունները ինչ որ շատանում են, ես հասկանում եմ մոտավորապես դա որտեղից կարող ուղղորդված լինի, չեմ ասում բոլոր դեպքերում։ Մարդիկ կան, որ իրենք են այդ հարցը տալիս, հարցը դա չի, խնդիրը դրանում չի, բայց այդ մտածելակերպը փորձում են արհեստականորեն նմանատիպ մեր քաղաքացիների մեջ ներարկել, թե դիսկուրսը գնում է նախկին եւ ներկայի մեջ, ինչի եք անընդհատ նախկինից խոսում եւ այլն, հա։ Ինչի ներկայից չեք խոսում, ինչի ասեմ, մենք թե ներկայից թե վաղվանից ապագայից շատ խոսում ենք, չնայած որ որոշ նույն այդ շրջանակների կողմից ապագա ասվածը քարկոծվում է, բայց նախկին եւ ներկա ասվածը ես ուզում եմ մի փոքր պարզաբանենք մեզ համար։ Այո, այս հարցը շատ լեգիտիմ է, ես չեմ կարող ասել, որ ինչու եք այդ հարցը տալիս, շատ լավ է որ տալիս եք։ Ուրեմն փորձենք պարզաբանել։ Իմ սրտով չի բացարձակ անդրադառնալ երկու հանցագործ ղեկավարների եւ մեկ գլխավոր մեղավորին, բայց քանի որ նրանք այս պահին ակտիվ քաղաքական process-ի մեջ են, ես չեմ կարող չմեկնաբանել, սկսենք այստեղից։ Հիմա շատերը կասեն, իսկ ինչու են ազատության մեջ։ Ես չգիտեմ ինչու են ազատության մեջ, բայց մի բան հաստատ է, որ նրանք, երբ որ ասում ենք նախկին, օրինակ Քոչարյանի ու Սերժի ուժերին, հա, ինչպիսի անուն ուզում ունենան այդ ուժերը, հարյուրավոր կուսակցությունների անուններ կարող ունենան, իբր որպես նոր դեմքեր, նոր ուժեր, բայց դա իրենցն է։ Ինչի համար ենք ասում, այո, խոսքի մեջ նրանք նախկին իշխանություններն են, բայց այսօր իրենք փաստացի այսօրվա ընդդիմությունն են։ Հասկանում եք, կներեք, ես չեմ բերել իրենց տեղավորել ազգային ժողովում, բայց մեր բնակչության ընդհանուր երկու ուժերին տված ձայները մոտ 330,000 է անում։ Հիշեցնեմ, 1 միլիոն ընտրողից 330,000-ը այս երկու ուժերին են տվել։ Սրանք այսօր ընդդիմություն են։ Երբ որ մենք ասում ենք նախկին, ոչ թե իրենք առհասարակ նախկին իշխանություն են եղել։ Եվ չենք կարող այսօրվա իրենց որպես ընդդիմություն գործառույթում ժամանակ չհիշել իրենց իսկ քաղաքական հետքը, որը եղել է իշխանություն, կոալիցիոն եւ այլն։ Հասկանում եք, չենք կարող մենք չանդրադառնալ։ Կներեք, օրինակ ամեն երրորդը 330,000 ձայն, դա նշանակում է ամեն երրորդը ձայն է տվել իրանց։ Հիմա որ օրինակ իշնեք Բաքում տաղավարում նստեք, եթե լինեք 6 հոգով, առնվազն 2 հոգին ձայն է տվել իրանց։ Միջավայրում այնպես լինեինք բոլորս, որպեսզի մարդիկ ըմբռնեին, որ այս հանցագործներին չի կարելի ձայն տալ, նրանց էլ չբերեին ազգային ժողով լեգիտիմացնեին, մենք էլ ստիպված չլինեինք անդրադառնալ։ Իսկ ում անդրադառնամ, օրինակ, երբ որ խոսում ենք քաղաքական դաշտից, որպես քաղաքացի, ես քաղաքական վերլուծաբան չեմ։ Ես քաղաքացի եմ, ով արձագանքում է այս կամ այն երևույթին, որպես քաղաքացի։ Եվ փորձում է թույլ չտալ մարդկանց մոլորեցնել, մանիպուլացնել։ Այսինքն, ումից խոսամ, օրինակ Հանրապետություն կուսակցությունից երբեմն Արամ Սարգսյանին մեջ բերում եմ, ումից պետք է խոսամ, պարոն Շիրինյանից, Արման Բաբաջանից, այսինքն առողջ ուժերից պիտի խոսեմ։ Առողջ ուժերին բերեիք ազգային ժողով, թող ազգային ժողովում լինեին քննարկումներ, լինեին հրապարակումներ, լեգիտիմ։ Մենք էլ անդրադառնայինք, բայց մեր քաղաքացիները համարեցին, որ պետք չի, որ առողջ ուժեր լինեն ազգային ժողովում, ավելի լավ է նախկին ներկա դիսկուրսը շարունակվի։ Ապա այս ամեն ինչի մեջ, այս մեծ պատմության մեջ, ես ո՞նց կարող եմ չանդրադառնալ։ Ընդ որում, ես ձեզ հուշեմ մի բան, այ մարդկանց մեջ այդ խոսույթը, որ անընդհատ նախկիններից են խոսում, բան չեն, ուրիշ բանը չէ, այս խոսույթը հենց նախկիններն են ներարկում իրենց այնպիսի կայքերով, որոնք դուք չեք էլ ենթադրում, որ դա իրենց կայքերն է։ Երբ որ դուք ընթերցում եք կամ լսում եք ինչ-որ նորություն
այլ ձևակերպումներով կարող եք չընդհանրել, որ դա իրենցն է, բայց դա իրենցն է։ Առհասարակ հայկական լրատվական դաշտի 90%-ը իրենցն է։ Այդ մարդիկ նախկին իշխանություն են եղել։ Իշխանություն են զավթած եղել նախկինում։ Երբ որ ասում ենք նախկին, նկատի ունենք նախկին իշխանություն։ Ոչ թե անցել է, գնացել է, բնական է, եթե անցած գնացած լիներ, չենք անդրադառնալու։ Ասենք, օրինակ, այս տաղավարից հարկ եղած դեպքում ենք մի երկու անգամ մեջ բերել Ստալինին, հա, որովհետև անցած գնացած էպոխա է, ոչ միայն որպես քաղաքական գործիչ ու սովետական միության ղեկավար, այլ որպես էպոխա, համակարգ, հասարակարգ, անցած գնացած է։ Եվ շատ խիստ անհրաժեշտության դեպքում կարող է հիշենք նրան։ Բայց սրանք անցած գնացած չեն, ապրում են մեր կողքին, մեր հետ, իրար հետ ապրում ենք ու անընդհատ իրենք փորփրում են, ո՞նց կարող եմ չանդրադառնալ։ Ո՞նց եք պատկերացնում։ Եթե լավ ավելի հետաքրքիր պատկերացումներ կան, խնդրեմ առաջարկեք խոսենք։ Առաջարկեք խոսենք, խնդիր չեմ տեսնում։ Դա եւ դարձյալ շնորհակալություն նման արձագանքի համար, ես էլ առիթ ունեցա պարզաբանել։ Եվ այսօրվա ընդդիմությունը ազգային ժողովում դա լեգիտիմ ընդդիմություն է։ Ձեզ չտվա, որ իրենք ապօրինի են այնտեղ, որովհետև 21 թվականին տեղի է ունեցել արդար թափանցիկ ընտրություն։ Մենք քաղաքացիներով գնացել ենք, մեր ընտրաքվեներով ձևավորել ենք այսօրվա ազգային ժողովը, որի մի հատվածը 4-րդ տարին է բոլորի աչքի առաջ չի գործում, չի աշխատում, բայց կարծում եմ 26 թվականին միևնույն է մարդիկ էլ լինելու, որ չեն ցանկանալու դա հաշվարկած լինել, նկատած լինել, գնահատած լինել ու ինչ-ինչ պատճառերով գուցե էլի ձայն տան։ Էլի ձայն կտան, էլի կխոսանք։ Կլինեն առողջ ուժեր, կլինեն առողջ քննարկումներ, մենակ ուրախ կլինենք առողջ բաներից խոսելու։ Ես այստեղ նստած չեմ այն բանի համար, որ ինչ-որ մեկին պաշտպանեմ, մյուսին փնովեմ, ոչ, այն ինչ-որ տեղի է ունեցել իմ կյանքի հետ։ Ես 46 տարեկան եմ։ 46 տարեկան եմ, դրա 35-ը կերել եմ, 30 տարիները եւ այս վերջի տարիներն էլ ես ապակինվան փուլում եմ։ Իմ կյանքը կերել են։ Իսկ մարդը ծնվում եւ ապրում է մեկ անգամ, եւ փորձում ես հասկանալ բարձրաձայն մտորել։ Գնահատական տալ։ Ու իմ ասելով ես իմ անձը մենակ նկատի չունեմ։ Իմ պետությունից 30 տարի կորել է։ Ու հիմա էլ պիտի մի 30 տարի դրական իմաստով կորի, որպեսզի պետությունը պետություն դառնա։ Ես ո՞նց կարող եմ չանդրադառնալ ու չխոսել դրանից, հատկապես որ կառուցելու փուլում նույնպես սրանց բերեն խցկել ենք այստեղ։ Ինչպես կարելի է չանդրադառնալ։ 4.5 միլիարդ դրամ փող է պահանջվում Մայրապետյանից։ Ես ո՞նց կարող եմ չանդրադառնալ այդ 4.5 միլիարդը։ Չի գնացել ուրիշ երկրում ես իմ ինչ արել, որ ինձնից է տարել։ Քոչարյանի շատ լավ ընկերը, համատեղ Հյուսիսային պողոտա էին կառուցում, չգիտեմ։ Ո՞նց կարող եմ չանդրադառնալ։ Երբ որ դա ուղիղ անդրադարձել է իմ կենցաղին, իմ կյանքին, իմ այսօրվա վրա։ Ես շատ հնարավոր է այսօր շատ ավելի բարեկեցիկ կյանքով կարողանայի ապրել։ Ունենայի սեփական մի տուն, իր բակով, ընդունեի հյուրեր, նստենք, լավ ժամանակ անցկացնենք։ Աշխատանքի խնդիր ունեցած չլինեի երբևէ, իմ նյարդերը փչացած չլինեի երբևէ։ 3 ամիսը մեկ գնայի ստուգումների, եւ այլն եւ այսպես ոնց կարող ենք ընդլայնվել։ Ամեն օր չլսեի սահմանում զոհված զինվորի մասին։ Հերթերի մեջ չլինեին երեխաները, որպեսզի մանկապարտեզ ընդունվեն, այլ մանկապարտեզների քանակը բավարարեր ու առանց պրոբլեմի ընդունվեն։ Հազար այդ բան կա։
Աշխարհում բանի տեղ դնող լիներ մեզ իմանային, որ երկիր ենք ներկայացնում, աշխատային մեզ հետ։ Դες սաղ մսխվել է։ Ու այսօր դուրս են եկել բաներ են խոսում ազգային ժողովում։ Ես ոչ կարող եմ չանդրադառնալ։ Ուզում եք վաղվա մասին խոսենք։ Եկեք վաղը այնպիսի ընտրություն կատարենք, որպեսզի ավելի հաճելի բաներից խոսենք, անգամ քննարկումներն ու քննադատությունները հաճելի լինեն, իրար օգնեն, իմ ասելիքը ձեր ասածը ինձ։ Եվ կարողանանք կերտել, արարել։ Բայց ինչպես կարող ենք, եթե դա գիտությունը այնքան է թափվել այս երկրում, որ հասարակ բան այսօր անգամ շատ մեծ ցանկության դեպքում իշխանությունը չի կարող արագ մի հատ լավ ճանապարհ կառուցել։ Մի հասարակ պատճառով որ կառուցապատողը կարա լինի տգետ, այլ բարքերի մեջ, ով որ շահելա տենդերս առաջարկել շահելա, դու չես կարող խոզած մարդուն տալ, տենդերս հայտարարում, շահելա, եկելա ու կառուցմանն ես, ոնց որ կառուցում էին 90-ականներին, կեսը տանելով, կեսը խապելով, կեսն էլ ոնց պատահի, ոնց կարող ես չանդրադառնալ։ Այդ բարքերը, սովորույթները, թերի մասնագիտական տվյալները, փողամոլությունը, սեփական արմատներից ու տեսակից կտրված լինելը, բայց ամեն տեղի անտեղի առիթով հիստերիայի մեջ ընկնելը, այս ամեն ինչը դրա արդյունքն է։ Մենք ժամանակին ցանել ենք, օրինակ, ցորեն, մենք չենք կարող այդտեղից հավաքել մալինա։ Կամ հակառակ, եթե ժամանակին ցանել ենք մալինա, չենք կարող հավաքել ցորեն։ Ու այսօրվա դրությամբ ձեզ չթվա, որ այսօր դուք ապրում եք Նիկոլ Փաշինյանի կամ այսօրվա իշխանության ժամանակները։ Ոչ, դա այդպես չի։ Կարող է հիմա ձեզ զարմանալի թվա ինչ որ ասում եմ, բայց դա այդպես չի։ Որովհետև օրինակ հիմա մենք ապրում ենք դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակները։ Ոչ թե իշխանությունը նրանք են կամ չգիտեմ պետական համակարգում նրանցից մարդիկ կան դրա համար եմ ասում, ոչ։ Այդ 10 տարի, 15 տարի առաջ օրինակ կրթական ոլորտի այսինչ փոփոխությունը 15 տարի հետո է ցույց տալիս իրան։ Ռազմավարական առումով այսինչ դիվանագիտական անգամ առումով այսինչը կամ ամեն ինչը 10-15 տարի հետո է ցույց տալիս իրան։ Մենք հիմա խաղում ենք, ապրում ենք մի ժամանակներում, որտեղ խաղում ու ճակերտներով ասած վայելում ենք Սերժի դեռևս թողած ժառանգությունը։ Իմիջիայլոց մի 2 տարի առաջ դեռևս նոր վերջանում էր Քոչարյանի թողած ժառանգության հետքերը։ Հիմա արդեն կարելի ասել, որ այդ հետքերից ոնց որ թե բրցնում ենք ու թևակողել ենք Սերժի ժամանակները։ Իսկ Փաշինյանի ժամանակները կամ այսօրվա իշխանության ժամանակները ապրելու են 10-15 տարի հետո, իր ազդեցությունը հստակ երևալու է այդ ժամանակ։ Հասկանում եք։ Իհարկե գուցե մարդիկ կարծեն, որ այդ ժամանակի իշխանությունն է սաղ բոլոր լավ բաներ անում, ես ինչ լավ է կյանքը։ Օ, ավելի լավ է, քան Նիկոլի ժամանակ էր։ Առանց գիտակցելու, որ իրենք ապրում են այդ հետքերը մնացել է այդտեղ։ Նրանց արածը դրանից հետո է երևալու։ Այսպես է գնում։ Հիմա ես ո՞նց կարող եմ չանդրադառնալ, եթե ամեն օր ինձ կպնում է։ Օրինակ, տարական, հասարակ օրինակ, ես օրինակը շատ եմ բերել, տեսեք, ռազմավարական ծրագրով 500 մանկապարտեզ 300 դպրոց, առաջին հայացքից ասում ես, ինչ լավ ծրագիր է, շատ լավ ծրագիր է, կեցե այսօրվա իշխանությունը, հիանալի, եկեք խոսենք միայն լավից, բայց հետո երկրորդ վարկերն ասում ես մի րոպե։ Եթե քաղաքական ուժը, իշխանությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր ռազմավարական ծրագրում ներդրել է 500 դպրոց, 500 մանկապարտեզ եւ 300 դպրոցի ծրագիր, դա նշանակում է, որ մեր պետության մեջ ամեն օր եղել է
500 մանկապարտեզի եւ 300 դպրոցի կարիք։ Հասկանում եք, ինչի մասին է խոսքը։ Այո, այն կողմից ուրախանում ես, ասում ես ինչ լավ ծրագիր է։ Մյուս կողմից ասում ես ծրագիրը լավն է, բայց ոնց թե։ Չենք ունեցել առնվազն 500 մանկապարտեզ եւ 300 դպրոց։ Ընդ որում, այս 500 մանկապարտեզ 300 դպրոցով չի վերջանում ամեն ինչ, ճիշտ հակառակ։ Ամեն ինչ նոր է սկսվում։ Հիմա հարց. Եթե ինձնից միշտ վերցրել են, այսպես ասած 500 մանկապարտեզ 300 դպրոց պահելու փողը, ու չեն պահել, ավերակների են վերածել, եւ այսօր ինձնից կրկնակի փող են վերցնում, որպես հարկատուի, հա, որպեսի կառուցեն 500 մանկապարտեզ 500 դպրոցը, ապա ես իմ զայրույթը որտեղ պիտի կիրառեմ։ Իմ ինչ որտեղ ինչու ոչ նաև անհամաձայնություն են, որ ասում մի րոպե, ինձնից վերցրել եք մի անգամ դրա փողը։ Ու այո, ես էլ ձեզ նման նստում ասում եմ, ինձ եթե խապել վերցրել եք դրա փողը, ինչի պատասխանատվություն չեն կրում, եթե արդյունք ցույց չեն տվել։ Եվ ես այն մարդն եմ, որ 5-րդ տարի, 5-րդ չէ, 7-րդ տարին հեղափոխության հաջորդ օրվանից ասել եմ իրավաքաղաքական գնահատական ենք պահանջում։ Ինքս, այո, սատարելով նաև այսօրվա իշխանությանը, միևնույն է ունեմ պահանջ այսօրվա իշխանությունից։ Մի հասարակ պատճառով, որ ես վստահ եմ, որ ես ընտրել եմ ժողովրդավար ուժեր եւ ընտրել եմ, որպեսզի պահանջեմ նաև, կարողանամ ազատորեն ներկայացնել իմ պահանջներն ու տեսակետները, անհամաձայնություններն ու քննադատությունները։ Ես դրա համար եմ ընտրել։ Եվ լավ կլինի մեր քաղաքացիները 26 թվականին, երբ որ գնան ընտրությունների մտնեն ընտրատեղամաս, այս գիտակցումով մտնեն։ Ես ընտրում եմ նրան, ումից կարող եմ պահանջել, քննադատել, անհամաձայնություն հայտնել այս կամ այն որոշումներ, թե ընտրում եմ նրան, ում թողնելու եմ ամեն ինչ եւ թույլատրելու եմ, որ իշխի։ Նաեւ ինձ վրա եւ իմ կամայական դրսևորումների վրա։ Ես տեր եմ ընտրում, թե կառավարիչ։ Ես որպես քաղաքացի կառավարչի պակաս եմ զգում, թե տիրոջ պակաս եմ զգում։ Երբ որ քաղաքացին այս գիտակցումով կգնա ընտրության, ես ձեզ վստահեցնում եմ, որ 26-ի ընտրություններից հետո մենք այստեղ կխոսենք շատ ավելի հետաքրքիր բաներից, որովհետև մյուս ժողովրդավարական ուժերը, ովքեր որ մնացին ազգային ժողովից դուրս, այն նրանք առողջ քննարկումները առաջ կտանեն, ու ես չեմ կարող ասել, այ դուք երբ որ իշխանություն եք, նախկին էիք, դուք ես եք արել, են եք արել, չես կարող, որովհետև չի արել ու չի եղել իշխանություն։ Ճիշտ հակառակ, փորձում է քաղաքական դաշտում այնպես դրսևորում, քաղաքական դաշտում մաքուր մնա ամենատարբեր ճահճահոտ ու գարշելի երևույթներից։ Պարզ տարրական բաներ են սրանք։ Եվ ես կարծում եմ, հայ մարդը իրեն կդրսևորի նաև որպես պետության քաղաքացի, ամենայն պատասխանատվությամբ կգնա ու իր պարտավորությունը կիրականացնի, սահմանադրությամբ սահմանված կարգով քաղաքացիական պարտքը կիրականացնի հանուն պետության, ոչ թե հանուն անձերի կամ խմբերի կամ սեփական շահի կամ չգիտեմ չի, հանուն պետության։ Իսկ նրանք, ովքեր կգնանք ցանկանան սրանց էլի վերընտրել, թող գիտակցեն մի բան, որ դա երբեք հանուն պետության չի կարող լինել, որովհետև հանցագործներ են, հանցագործներ, եւ ոչ թե
հանցագործ ասում եմ որպես կարծիք, օրինակ դուք էլ կարող եք կարծիք այտել, ասեք Նիկոլն էլ է հանցագործ։ Դա ձեր կարծիքը կլինի։ Բայց ես խոսում եմ իրավական փաստաթղթերով։ Իսկ կարծիքի մասին իմ կարծիքը շատ լավ գիտեք։ Կարժնաթար մեր եթերում։ Վերադառնանք ժողովուրդ ջան։ Ու ամենացավալին է նա, որ մենք դեռևս տևական ժամանակ չունենալով պետություն եւ ապրելով այս կամ այն կայսրության կամ ուժեղ տերության հովանու ներքո, իսկապես շատ ունակություններ մեզ կորցրել ենք ու երկար ժամանակ չենք կարողանում վերականգնել։ Չնայած մյուս կողմից հուսահատվելու կարիք չկա։ Ես բերեմ իմ լավ ընկերներից մեկի օրինակը, առհասարակ նմանատիպ փոփոխությունները տևական երկար տարիներով պետք է աշխատել ու քարոզել, այո, քարոզել, որպեսզի տարիներ հետո արդյունք ունենաս։ Օրինակ էր բերում, ասես Գնել ջան, տես։ Այն ինչ որ դու ուզում ես մարդիկ արագ հասկանան ու փոխեն, դա տեղի չի ունենալու։ Դու դեռ երկար ես այդ ճանապարհով գնալու, տասնամյակների մասին է խոսքը։ Ու օրինակը բերեց, ասում եմ Գերմանիայում մինչև հասան նրան, որ երեխան օրը 1 ժամից ավել հեռուստացույց չդիտի, օրական ասելով ինչերին ա վնասում, ինչին ա վնասում, ինչին ա խանգարում, ինչն ա ապակենտրոնացնում, ինչու ավելի լավ է կենտրոնանալ, ինչն ա ավելի հաճելի զբաղում, ամեն օր 30 տարի քարոզ գնաց։ 30 տարի։ Որ հասան նրան, որ մարդը ինքնուրույն ոչ թե երեխային թաքուն նայել, այլ ճիշտ հակառակ։ Հասնի նրան, որ երեխան ինքը արդեն իր ընտանիքում գիտակցի, դա էլ արդեն որի օր ծնունդ երեխան է նայեք, որ մի ժամ արդեն բավարար է ինձ։ Ոչ թե արգելք լինի իր վրա, այլ այդ կենցաղը լինի իր մոտ, դա իր ապրելած ձևը լինի այդպեսին։ Հիմա մենք հարյուրամյակներով չունենալով պետություն, մեր մոտ ավելի այլ բաներ ա զարգացել եւ շատ այլ բաներ ցավոք սրտի նվազել է։ Ասենք օրինակ մենք ունենք խմբակային մտածելակերպ։ Սա մեր ազգն է կամ սա մեր ընկերությունն է, սա մերն է, սա մենք ենք։ Առաջնորդ ունենք, չգիտեմ, թաղի այսինչ մարդուն կամ եկեղեցու այսինչ մարդուն կամ ինչ-որ բանի գիտակ այսինչ մարդուն, կարա թե լավը լինի, թե վատը։ Բայց ինքը առաջնորդն է, ինքն է կարգավորում մեր նիստուկացը։ Այսինքն մեր տեսակետը այդպիսինն է դարձել, ինքնաբերաբար։ Որովհետև ինքնապահպանման խնդիրներ ենք ունեցել եւ այլն, պետություն չենք ունեցել, բնական է դա։ Սա բնական բան, ես չեմ ասում լավա թե վատ, սա բնական բան է եղել։ Բայց հիմա քանի որ ունենք պետություն, այդ տեսակ մոտեցումը սխալ է եւ հակապետական։ Պետության պարագայում դու արդեն իսկապես հա առանձին անձերը նույնպես մեծ դերակատարություն ունեն, բայց համակարգը պիտի գնահատես։ Ընդհանրության մեջ պիտի դիտարկես եւ քո գործունեությունը պիտի բխեցնես ոչ թե քո մերձավոր շրջապատի շահերից, այլ պետության։ Որովհետև չլինի այդ պետությունը, քո մերձավոր շրջապատը մի օր պայթելու է, ոնց որ օրինակ 15-ին ցեղասպանություն եղավ։ Կամ դրանից առաջ ամենատարբեր կոտորածներ են եղել, դրանից հետո նույնպես։ Եվ մենք չպիտի վախենանք դրանից։ Ես առհասարակ հիմա ցանկանում եմ ընթերցել իմ ընկերներից մեկի գրառումը Սայաթ Աղաքարյանի։ Նա լինելով մասնագիտությամբ ռեժիսոր, չնայած հիմա երկրորդ կրթություն է փորձում ստանալ, իմ տարիքի էլի, շատ լավ է, գովելի է դա,
իր տեսակետը մի քիչ ավելի գեղարվեստական ձևով է ներկայացրել, ինչը ավելի գեղեցկացրել է ընդհանուր միտքն ու ասելիքը եւ երևի թե շատ ավելի ըմբռնելի է դարձրել։ Ես ուզում եմ սա ընթերցեմ ու մենք գիտակցենք սա։ Ազատությունը չի սահմանափակվում միայն ընտրության պարզ հնարավորությամբ։ Այն ուժն է, որ մեզ դարձնում է մարդ։ Երբ մենք շնչում ենք ազատության շունչը, մեր հոգիները դադարում են լինելույթյան ստվերները եւ մենք բարձրանում ենք դեպի մի ոլորտ, որտեղ կյանքը դառնում է արվեստ։ Ազատությունը երբեք չի նշանակում կամայականություն։ Այն մաքրում է ճանապարհը, որպեսզի մարդը ճանաչի ինքն իրեն, իր պատասխանատվությունը, իր հնարավորությունը սերմանել բարին։ Ճշմարիտ ազատությունը նման է լուսաբացին։ Այն ոչ թե վառում է, այլ լուսավորում է։ Այն մեզ սովորեցնում է, որ յուրաքանչյուր քայլ, որքան էլ փոքր լինի, կարող է դառնալ ստեղծագործություն, եթե կատարվում է գիտակցությամբ։ Բայց ազատությունը բախվում է խոչընդոտների։ Դրանք հոգեբանական շղթաներն են, որոնք կապում են մեզ մեր վախերի, մեղքի զգացումների, հասարակության անհասկանալի պահանջների հետ։ Այս շղթաները թաքնված են, սակայն ամենահզորն են։ Եվ հենց այստեղ է, որ ազատությունը վերածվում է ներքին պայքարի, հաղթահարելու մեր սեփական սահմանափակումները։ Իսկ ինչ կասենք ճակատագրի մասին։ Թվում է, թե այն կանգնած է ազատության դիմաց որպես անխուսափելի օրենք, բայց ճակատագիրը չի սպանում ազատությունը, այն ընդամենը տալիս է մեզ դաշտ, որի վրա մենք կարող ենք նկարել։ Մարդը չի ընտրում, թե որ բարձունքից կսկսի իր ճանապարհը, բայց նա ընտրում է, թե ինչպես կքայլի դեպի այդ լեռան գագաթը։ Այդտեղ է բացվում ճշմարիտ հիասքանչությունը։ Ճակատագիրը գծում է սահմանները, իսկ ազատությունը լցնում է այդ սահմանները բովանդակությամբ։ Ազատությունն իր էության բարոյական կատարսիս է։ Այն մեզ ազատում է ոչ միայն արտաքին կապանքներից, այլև ներքին վախերից, խավարից։ Ազատ մարդը չի փախչում պատասխանատվությունից։ Նա ընդունում է այն որպես արվեստագետ, որ չի վախենում ավարտել իր կտավը։ Եվ վերջապես ազատությունը մեզ դարձնում է ավելի մարդկային։ Այն մեզ թույլ է տալիս ճանաչել մյուսին ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ուղեկից։ Ազատությունը չի բաժանում, այլ միավորում է։ Այն մեզ սովորեցնում է, որ իրական գոյությունը չի չափվում իշխելու ունակությամբ, այլ ուրիշի ազատությունը հարգելու կարողությամբ։ Այսպիսով ազատությունը չի սահմանափակվում քաղաքական կամ իրավական չափումներով։ Այն մեր հոգու ներքին լույսն է։ Այն մեզ բարձրացնում է վախից, անորոշությունից ու մեղքից դեպի մի իրականություն, որտեղ մարդը կարող է լինել ոչ թե միայն գոյություն ունեցող էակ, այլ իսկապես ստեղծող։ Ես կարծում եմ սա հիանալի ձևակերպում է, շատ հիանալի, որովհետև իսկապես, տեսեք, բազմաթիվ ավանդապատումներ կան, ես դեռ չեմ խոսում սուրբ գրքերի մասին, որտեղ որ սուրբ են կամ սրբացված են այն մարդիկ, ովքեր իրապես ազատ են եղել, ու այդ ազատ լինելով հանցագործ չեն եղել։ Եկեք թեկուզ աստվածաշնչյան կերպարներին նայեք։ Եթե ազատատենչ չլինեին, ազատ չլինեին ու սեփական վախերն ունենային, նրանք չէին սրբացվելու, որովհետև նրանք չէին դառնալու առանձին երևույթներ։ Ազատությունը հենց այդտեղ է։ Այո,
սեփական ներքին վախերը տարբեր բաներից կարող են քեզ թույլ չտալ ազատորեն արտահայտվել, ազատորեն ստեղծել, ստեղծագործել, ազատորեն տեղաշարժվել։ Եթե օրինակ մենք վստահ լինենք, որ բոլորս ենք տիրապետում երթևեկության կանոններին, մենք շատ լարված չենք քշի մեքենան, վարի մեքենան կամ լարված փողոց չենք անցնի։ Բայց մենք լարված ենք, որովհետև վախ կա, մտավախություն կա, որ բոլորը չի, որ տիրապետում են կանոններին։ Օրինակ, հա։ Այդ ազատության մասով կարող ենք նույն ավանդապատումներից, նույն թեկուզ մեր էպոսին անդրադառնանք։ Նույն Սասունցի Դավթի կերպարին եկեք անդրադառնանք։ Նա հզոր էր, որովհետև ուներ ներքին եւ ներքին ազատություն։ Նա իրեն չի սահմանափակել, չի սահմանափակել ոչ թե ինչ ուզել դա է արել, չէ, ճիշտ հակառակ, նա իմացել է դիմացինի իրավունքները ու հարգել է դրանք, բայց ասել է ես էլ ունեմ իրավունքներ և ես էլ ունեմ ազատություններ։ Եկեք Սասունցի Դավթի կերպարը ծայրից ծայր նայեք, ազատ մարդու մասին է։ Եվ հենց այս ազատ մարդիկ են, ովքեր հենց անարդարությունների դեմ են կռիվ տալիս։ Անազատ մարդը չի կարող անարդարության դեմ կռիվ տալ, որովհետև ինքը հենց անարդարությունն է, ինքը հենց անարդարության զոհն է, ինքը անազատ է։ Նա կարող է մաքսիմում տիրոջ հրահանգով հոխորդ տալ։ Օրինակ այսօր մենք հանրային դաշտում տեսնում ենք, չէ, իրենց իբր արևին քաղաքական գործիչներ, իբր լրագրողներ, իբր չգիտեմ ինչեր, մեկնաբաններ, թեկուզ նույն բանավեճերը, որ նայում ես, հոխորտում են նրանք։ Նրանք մեղադրում ու հոխորտում են, նրանք չեն քննարկում, որովհետև ըստ էության քննարկելու բան չկա։ Եվ իրենք դա շատ լավ գիտեն։ Եվ վախենում են դրանից։ Եվ որպեսզի ցույց տան իբր իրենք չեն վախենում, իրենք սկսում են հոխորտալու հարձակվել։ Բայց ազատ մարդը չի կարող բարի չլինել։ Այ հենց այս վախերն է, որ նրանց դարձնում է անազատ, եւ հենց այդ չարությունն է, որ ցույց է տալիս իրենց անազատ լինելը։ Չարությունը։ Սա երկար մտորելու թեմա է, բայց հաճելի ու հետաքրքիր։ Եվ 18 թվի հեղափոխությունը եւ սլոգանը, ասեն դուխով, այդ վախերի դեմ կռիվներ։ Վախերի դեմ կռիվներ 18-ի հեղափոխությունը եւ ինքը դրանով էր շատ գեղեցիկ, շատ գեղեցիկ, որովհետև դու տեսնում էիր մարդկանց փոքրիկ խումբ մի հատ, ինչ-որ մի վայրում, Երևանում դեռ չէ, ինչ-որ մի համայնքում, ովքեր ասում են գիտեք ինչ, ես չեմ ցանկանում այլևս զոհ գնալ նրան, որ սա ինձ հեռու բարեկամ է գալիս, ես նրա դեմ պիտի պայքարեմ, որ նա պիտի հեռանա, որովհետև նա կերել է բոլորիս կյանքը։ Շատ էլ բարեկամ է, եթե ինքնից բարեկամ է, նշանակում է փոխադարձության սկզբուն կա, չէ, ես էլ իրեն եմ բարեկամ, բայց ինչ է ինձ կերել։ Թե բարեկամի գիտակցումը միայն ինձ է տրված։ Ես պայքար դուրս եմ գալիս, նա չպիտի լինի, որովհետև նա ապօրինի զենքեր է կրում ու հանցագործ է։ Ու շատ լավ իմանալով որ հնարավոր է հանցագործությունը շարունակվի։ Ես այս պայից չեմ ուզում վախենալ։ Եվ դրա համար հենց դուխովը աշխատեց այդ ժամանակ։ Որովհետև այո, այդ քաջալերանքի խոսքը, որ այդքան էլ հայկական ծագում չունի,
բնականաբար բոլորս գիտենք, համարցակ, հա, ոնց որ բառի հոմանիշն է։ Բայց ինքը աշխատեց այդ ժամանակ։ Մեկը մյուսին քաջալերելով այդ բառով գնաց ու վիրուսի նման տարածվեց, որովհետև Հայաստանում 100,000-ավոր ազատատենչ քաղաքացիներ կային, ովքեր ընդամենը պետքա համախմբվեն, ինչ-որ պահի պիտի բոլորը զգային, որ բոլորի դուրս գալու ժամանակն է։ Մասնավոր ձևով, առանձին ձևերով չէր կարող դա ստացվել։ Եվ այսօր այդ խնդիրը արտացոլվում է նաև եկեղեցում։ Ես կուզեմ ընթերցել ձեզ համար Տեր Թադե քահանայի գրառումը։ Թալինի կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադե քահանան Թախմազյանը Facebook-յան էջում գրել է. Տեր Արամի վերջին շրջանի գրությունները կարդալը հեշտ չէին, բայց եւ դժվար էլ չէին հասկանալու համար։ Տեր Արամի հարցազրույցը դիտելը նույնպես հեշտ չէր, եւ նույնպես դժվար չէր այն հասկանալը։ Դժվար է սակայն Տեր Արամի վերջին շրջանի բարձրաձայնած հարցերը խորապես գիտակցելն ու դրանց արձագանքնելն առանց հուզմունքի։ Նա բարձրացրել է խնդիրներ, որոնք գաղտնիք չեն վաղուց, որոնց մասին շատերս լսում ենք, երբեմն կարգալուծությամբ պատժվելու վախից։ Այս է իրենց վախն է։ Օրինակ ես չեմ կարող չէ վախենալ կարգալույծ լինելուց, բայց այդ միջավայրում վախերից մեկը դա է։ Օրինակ երբեմն չհասկացվելու եւ միայնակ մնալու մտահոգությունից։ Ցավով ականատես եւ ականջալուր ենք լինում, որ որոշ քահանաների շուրթերից նրա հասցեին հնչում են ոչ թե առարկայական մեկնաբանություններ կամ փաստարկված քննադատություններ, այլ անպատկերացնելի սեռական հայհոյանքներ, առավել հարիր փողոցային ընտանեկան սեր եւ ջերմություն չստացած անդասերակ սրիկայի վարքին, քան Քրիստոսի սպասավորին վայել ավետարանաշունչ խոսքին։ Այ սրանք վախկոտներն են, որովհետև իր ներքին կապանքներից ու վախերից ազատագրվող մարդուն չեն քննադատում, հայհոյում են։ Չեն քննադատում, որովհետև քննադատելիք չունեն։ Իրենք վախենում են եւ վախից դա են անում։ Քոչարյանը դրա համար եմ ես միշտ աշխարհի ամենա վախկոտ մարդկանցից մեկն է եղել։ Դրա համար է զորք բերել ժողովրդի վրա։ Եվ զուգահեռ եթե տանենք Նիկոլ Փաշինյանը ամենահամարցակն էր, որ անգամ տուն ներխուժելուց, կառավարություն ներխուժելուց եւ այլն մի մարդու արյուն չթափվեց։ Որովհետև այնտեղ ազատագրման խնդիր կար, ներքին ազատագրման եւ ազատություն ներկայացնելու։ Իսկ այնտեղ վախի մթնոլորտ եւ նույնը կաթողիկոսարանում։ Այս սրա մասին է խոսքը։ Եվ համարցակ եւ ազատ է Տեր Արամը։ Եվ Տեր Թադեն նույնպես ազատ է լինելու։ Որովհետև նրանք սկսել են իրենց կռիվը իրենց վախերի դեմ։ Առանց մտածելու թե ինչ կլինի։ Իսկ ինչ պիտի լինի։ Մաքսիմում, որը անհնար է ժամանակակից աշխարհում տեսնել, պիտի խաչի գանվեն, կամ փոխաբերական իմաստով, պիտի խաչ բարձրանան, մաքսիմում։ Ու այ հենց այդ բարձրացած խաչը լինելու է ամենակատարսիսը։ Որովհետև իրենց Տերը դրա մասին ասում է, բայց դրական իմաստով է դա։ Այդ խաչը հենց ազատության սիմվոլն է։ Չվախենալու, չընկրկելու սիմվոլն է։ Իմ կարծիքով։ Կարող եք համաձայն լինել, կարող եք ոչ։ Քահանաներից ոմանք այո չեն հայհոյում, սակայն փութաջանորեն եւ փրփուրնի շուրթերին կարգալուծություն մաղթում ու տենչում։ Նույն մարդիկ, ովքեր նրան դիմում են եղբայր կոչելով, թիկունքում վայրագությամբ խնդրում են նրան անարգանքի ու ատելության լեզվի անհակրքով։ Սա վկայում է, որ մեր եկեղեցու ներսում եղբայրասիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն անարգված։
Ես միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ։ Ես Տեր Արամի խոսքում տեսնում եմ ճշմարտության ձայն, ոչ թե ապստամբության կոչ։ Դրան ի պատասխան արդար խոսքը պատժվում է, իսկ հայհոյախոս խավարը քահանայի պատմուճանի տակ ողջունվում։ Եկեղեցու ներսում խնդիրները կարող են ունենալ մեկ պատասխան՝ ճշմարտություն։ Ինչ որ հայհոյախոսությամբ է ասված, ճշմարտություն չէ, չարից է։ Տեսեք, նույն բանի մասին ենք խոսում։ Տարբեր ըմբռնումներով ու ձևակերպումներով։ Այսպես շարունակելն անկարելի է։ Աղոթում եմ, որ մեր խոսքն ու պահվածքը հիշեցնեն մեզ քահանաներից, թե ովքեր ենք մենք իրականում եւ ում ենք ծառայում։ Եվ կարելի է սրանով ասել, որ այո, եկեղեցում բան է սկսվում, ու շատ կարևոր բան։ Եվ ես որպես քաղաքացի, որպես հայ մարդ, Տեր Թադե քահանային նույնպես իմ զորակցությունն եմ հայտնում։ Եվ թող փորձվեն խավարասերները այս մարդկանց կրոնական գործունեությունը դնել հարցականի տակ։ Դուք չարք եք, դուք չեք կարող։ Այս մարդիկ ազատատենչ են, ազատվում են նրանք։ Ու նրանք կարող են շատ ավելի գեղեցիկ ծառայել եկեղեցուն եւ հայ ժողովրդին։ Եվ ես ուզում եմ նրանց տեսնել։ Իսկ ձեզ չէ։ Ընդհուպ միջև այն պահը, երբ որ դուք էլ կուզեք ազատվել։ Այ հենց այստեղ է միայն ներողությունն աշխատում։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։